Բարի օր բոլորին, գտնում ենք հակակոռուպցիոն դատարանում, գիտեք, որ հաճախ ենք մշտադիտարկում կազմակերպում մեզ հետաքրքրող դատական նիստերով։ Այսօր նոր հերոս են բերել, թե չի հոգնեցինք միշտ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ելով կա, վերջ այդ նույն ծամծամված անուններ։ Այսօր նոր հերոս են բերել։ Իմ մոտ նես տպարեցնում, որ մենք լիքը ծպտված միլիոնատերեր ունենք, տարբեր կղզիներում հաշիվներ ունեցող, հաշիվներ փակող եւ այլն եւ այլն։ Այս դատական նիստին, գիտեք, ես անկողմնակալ դիտորդ եմ, բայց այս դատական նիստին ինչ եկա եւ ինչի ինձ հետաքրքրեց այս դատական նիստին գալու մասնակցելու համար, որտեվ այստեղ երբ որ մոտավորապես սկսեցի դատալեքսով նայել, երբ որ սկսեցի հետաքրքրվել, նախ այն ինչ որ հետաքրքրում է պղնձի մոլիբդենի կոմբինատին, միշտ իմ հետաքրքրության կենտրոնում է գտնվում, հաշվի առնելով Վայ Հակոբյանին, միլիարդանոց տիկին Էլիզաբետ Պետրոսյանին, Նարեկ Ամբարյանին, Պալասկովին եւ այլն, ու չգիտես ինչի միշտ պղնձի մոլիբդենի գործարանի հետ ինչքան արկածախնդիր մարդ կա, մեկ է տեսնես պարտադիր պղնձի մոլիբդենի գործարան հետ, այն որ մի ժամանակ յա կարմիր սնդիկ էին ծախում, ովուն տենում ասում էր կարմիր սնդիկ կա, ուզող կա, բան, այդ նույն տարբերակով, որտեղ ինչքան արկածախնդիր մարդ կա, բոլորը պղնձի մոլիբդենի գործարանի հետ կապ են ունեցել։ Այսօրվա հերոսն է Արմեն Մելիքյան, հին տարիներից մոտավորապես տեղը բերեցի, տարբեր կազմակերպությունների ղեկավար ա եղել, բայց այսօր ինձ հետաքրքրեց նաև մեկ այլ բան, այս գործով, բացի պղնձի մոլիբդենի գործարանից, դատախազների երեքյակա Արամյան, մեկի Հայկոյի Ղարիբյան։ Ես չեմ հասկանում, այս ինչ որ հատուկ տեղից են սրանք գալիս, ինչ են ան, բոլոր գործերում, որ իրանք կան, այդ բոլոր գործերում պարտադիր մի հատ հարամբան կա։ Սրանք բացի նրանից, որ օրեր առաջ անդրադարձել են, որ սրանք այս երկայակա հայհոյանքների մեծ սիրահար, այսինքն սիրում են։ Կա հատուկ տենց հիվանդություն էլ կա, մարդիկ հայհոյանք են սիրում, սրանք բացի հայհոյանքից ծերումը լիքը ուրիշ բաներ են սիրում։ Երկրորդը, այս նիստի մասին բնականաբար մանրակրկիտ խոսալու ենք, ցուցադրելու ենք կադրեր եւ այլն, ոչ այս նիստից վերաբերվող ֆիգուրանտներին։ Ինձ մի բան էր հետաքրքիր, ես երևի այն եզակի նիստերից էր, որտեղ դատախազությունը, մեղադրյալը ու մեղադրյալի պաշտպանը սենց իրար համախմբված էին։ Փաստորեն Հայաստանում կա էլի համախմբվածություն, մարդիկ իրար տենց սիրում են։ Առաջի անգամ եմ տեսնում։ Այստեղ անկողմնակալ էր դատավորը, մեկ էլ ես։ Այն մնացածը բոլոր իրար հետ են, բացի տուժողից։ Դատախազը տուժողին հարցեր էր տալիս, որ այդ հարցերը ինքը երբեք զրկված չեղեն նախաքննության ընթացքում քննիչին տար ցուցումներ եւ այդ քննիչը այդ հարցերը տար, ոնց որ նոր էր տեսել տուժողին, իրար պաշտպանում էին։ Հիմա այստեղ մի քանի ընդհանրապես բան եմ ուզում ասեմ, որովհետեւ քանի Արմեն Մելիքյանի դիմապատկերը չկա, կարծում եմ, որ հետևորդներին շատ հետաքրքիր չի լինի, բայց մոտ օրերս ուղղակի գրասենյակից ավելի մանրակրկիտ կներկայացնենք։ Նախ Արմեն Մելիքյան մեղադրյալը եւ իր պաշտպանը հրաժարվեցին, որպեսզի դատական նիստը տեսաձայնագրվի ցանկացած ֆորմատով, ուղիղ հեռարձակում կլինի, ոչ ուղիղ հեռարձակում կլինի, եւ դատավորը չգիտես ինչի արհամարեց մեղադրող դատախազին, գոնե իրենց կարծիքն էլ հարցներ։ Դրա համար եմ ասում, ստեղ դատախազներն ու սա ես առաջի անգամ ես նիստին եկել, բայց երևի դատավորը միշտ տեսել է, որ իրանք մի կողմ են։ Իրանց խոսքը մեկ է, դատախազին ու մեղադրյալինը։ Եվ ասենք հնարավոր էր, քանի որ բաց դատական նիստ է եւ հանրության համար հետաքրքրություն է ներկայացնում, մեղադրյալին չնկարել, պաշտպանին չնկարել, բայց ասենք տուժողը ելույթ էր ունենում եւ շատ հետաքրքիր փաստեր ներկայացրեց, դատախազներն էլ չառարկեցին իրենց տեսանկարը անել, բայց էլի խնդիր չի, Արմեն Մելիքյան դիմապատկերը շատ շուտով կհայտնվի բոլոր մեր կայքերում եւ մանրակրկիտ կպատմենք այն բոլոր գործարքների մասին, որ կա։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, որ տուժողը բացառք հայտնում դատախազությանը, այդ պահին միանում է նաեւ մեղադրյալի պաշտպանն, ասում է, ճիշտ է, պատշաճ չի եղել նախաքննություն, բայց մենք բացառք չենք ներկայացնում։ Ասում իմ համար շատ տարօրինակ դատական նիստ էր, ոնց որ գնացած լինեի որտեղ կա մանկական պատկերասրահ կամ ինչ որ մի հատ ուտրինիկի,
ցերեկույթ երեխեքը որ անում են ու ինչ որ երեխաներ իրար հետ խոսային անհասկանալի Տիկին Վարդապետյան ինչ վերաբերում է ձեր դատախազին դրա մասին մանրակրկիտ ձեզ կներկայացնեմ բայց ընդհանուր առմամբ այս գործը կամ Զալատոյ Ծիլոնիկներ կամ Դվինացած Ստուլևը այսինքն այսօր մենք խոսում ենք մի մարդու մասին Արմեն Մելիքյան ոմն որի վրա էլ եմ ասում Արմեն Մելիքյան դու իր շնորհիվ Հայկուհի Ղարիբյանի ու այդ ինչը Արամյանի հայտնվեցիր իմ տեսադաշտում բայց խոսում ենք մի մարդու մասին որ արդեն 15 թվականից մոտ մի 15 քրեական վարույթ ա եղել նախաձեռնված ու բոլոր մեկը կենտրոնում ա եղել, մեկը ստեղ ա եղել, մեկը ընդեղ ա եղել, այն ասում են չի լինում էլի ծուխ առանց կրակի 15 վարույթ եղել ա։ Այսօր եկել հասել ենք վերջապես դատարան։ Եթե այդ մարդիկ, ովքեր որ հաղորդում են տվել հանցագործության մասին, սուտ մատնություն են արել, քրեական օրենսգիրքը բացարձակապես չի խանգարել պարոն Արամյան, Հասմիկ Ղարիբյան եւ այլոք, որպեսզի այդ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել։ Եթե չեք ենթարկել, ուրեմն ճիշտ են գրել, ուղղակի որոշ քննիչներ, դատախազներ, ինչ պատճառներից ելնելով Նախաքննության ժամկետները ձգձգել են, միտեղ վաղեմության են հասել, միտեղ գործեր իրար չեն միացրել, միտեղ գործերն են իրարից բաժանել, այսինքն ամբողջ այդ դատախազական մանիպուլյացիան, absolուտ քնչական եւ դատախազական հսկողության, այս գործում տեղի ա ունեցել։ Ինձ համար իրականում շատ հետաքրքիր գործ էր։ Բացի դրանից, այս դատական նիստի ժամանակ չմոռանանք ասենք, որ այս Արմեն Մելիքյանը նաեւ հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Չմոռանանք ասենք, որ Արմեն Մելիքյանը հայտնվել է իմ ուշադրության կենտրոնում, որտեղ մի մարդ, որ 15 թվից սնանկ է ճանաչվել եւ 2003 թվին գրանցել է Ալապ Մետ, այդ Պղծի մոլիբդենի գործարանի աշխատող ՓԲ-ն, հիմա պարզվում է, որ այդ սնանկ մարդու աղջնակը, որը երևի 18-20-22 տարեկան է, որոշակի այնտեղ ոչ միտեղ չի աշխատել, բայց բաժնեմաս ունի։ Լավ, այս մանիպուլյացիայից չեք հոգնելու, Պողոսը սնանկ է, կնոջ անունով է, աղջկա անունով է, սիրածի անունով է, ավտո լվացողի անունով է։ Լավ, մեր իրավապահ համակարգը այս կարգի թույլ է, որ չի կարողանում բացահայտի, թե ինչա կատարում, այդ կեղծ սնանկության գնացողները դրանք կլասիկ գցողներ են։ Ով որ գնացել է կեղծ սնանկության, կամ գնացել է սնանկության, մեկ էլ մեզ մի միլիարդանոց գույք կա, այնտեղ աղջկա կամ տղա է վրա գրանցած, դրանք բոլորը Օստապ Բենդերներ են, դրանք գցող են, պրոստը գցողներ։ Այն ինչ որ տարիների ընթացքում հայ ժողովուրդը բոլորից տուժվել է, որովհետև այդ գցողների պլեյադան դրանք աներես պադոշներ են։ Ես հուսամ, որ մենք այս բոլոր նիստերին սրանից հետո գալու ենք, ավելի մանրակրկիտ ներկայացնելու ենք, ստեղ լիքը խոսակցություններ գնաց Բելիզում Արմեն Մելիքյանի ինչ որ կազմակերպության մասին, որ հարցումներ արել եւ այլն, ես այս ինտրիգը թողնելու եմ, որովհետեւ մենք շուտով արդեն ավելի հիմնավոր, թե դժողից խնդրելով որոշակի նյութեր, թե ավելի մանրակրկիտ ծանոթանալով այն նախաքննության նյութերին, որը թույլատրելի մասն է, մենք ներկայացնելու ենք այս հերթական շոու ծրագիրը։ Եվ մի բան եմ ուզում ասեմ, որ բավա էլի 10 տարի, 15 տարի գործ է քննում, կարող այս Արմեն Մելիքյանը սուրբ է եւ 10 տարի առաջ ինքը պիտի սրբադասվեր, բայց դուք 10 տարուց ավել է տարբեր տեսակի վարույթներ եք քննում, իրար պաս տալու ու մեր հաշվին, կոնկրետ իմ հաշվին, ես հարկատու եմ, ես չեմ ասել, որ նստեք տարիով դրեք ձեր տակը այդ գործերը ու նստեք ու ժողովրդին այսենց տանեք բերեք, կարող այս մարդը սուրբ է, կարող է 16 թվին ինքը սրբադասվեր, չգիտենք, բա մինչև 26 թիվը հիմա այլ գործը դատարանում է ու բացարձակ նայում եմ իրականում ես շատ վատ եմ զգում նման կերպ քննված գործի համար, որտեվ սա առաջի տպավորությունն է։ Մենք շուտով ավելի մանրակրկիտ անդրադառնալու ենք եւ մենակ մի բան եմ ուզում ասեմ, այդ վաղեմության մասին է գիտենք, բան դուք ում ժողովրդին եշի տեղ եք դրել։ Այսինքն ձեր անձնական շահագրգռվածությամբ այնքան եք ձգձգում գործերը, այնքան եք ձգձգում, որ հետո վերջում ինչ-որ վաղեմության խնդիր առաջանա, գողն ու տուն վաղեմություն չունեն, դա բնավորություն է, գողը, խարդախը մեկ է գիտեք ով, նորից 3 տարած, դրա ինչը վաղեմություն, մարդուն գցելը վաղեմություն է, մարդկանց գցելը վաղեմություն է, կեղծ սնանկությունը վաղեմություն է, հա?
Սա խայտառակություն է։ Մենք բնականաբար այս գործով լիքը անելիք ունենք ու պարոն Արմեն Մելիքյան, շատ իզուր որ դուք չուզեցաք, որ ձեզ նկարենք, կարող է նկարենք սրբադասման պահին բոլորը ճանաչեին, որ դուք Սուրբ Արմեն Մելիքյանն եք։ Եթե դուք ձեզ վատ եք զգում, ուղղակի որևէ մեկը դատարան չի հասնում եւ ավելի լավ մարդիկ կճանաչեն, կտեսնեն։ Մենք շուտով կտեղադրենք Արմեն Մելիքյանի նկարը եւս եւ եթե այլ տուժողներ կան, կարող են գալ միանալ։ Մնացած բոլոր խախտումների վերաբերյալ, դուք գիտեք, ել եմ ասում, շատ դատական նիստերով ենք մոնիտորինգ անում։ Մնացած բոլոր խախտումների վերաբերյալ շուտով մենք կներկայացնենք արդեն մեր հակակոռուպցիոն բլոգի եթերում։ Սա ընդհանրապես այսքանն է ուզում ասել, ճիշտն ասած դատավորին էլ չէի ճանաչում, որտեվ ինքը այն խմբից չէր, ում հետ բարևարկության հարցազրույց եմ ես անցկացրել, առաջին խմբից չէր, ոչինչ չեմ կարող ասել։ Մնացածը կտեսնենք դատական նիստերի ընթացքում ուշիուշով հետևելու ենք Արմեն Մելիքյանին, Արմեն Մելիքյանից դուժած բոլոր անձանց, այն կազմակերպություններին, որ սնանք ճանաչելուց հետո Արմեն Մելիքյանի ձեռամբ ստեղծվել է, որին մասնակցում է իր աղջնակը, եւ Հայաստանի Հանրապետությունում ծառայությունից հրաժարված վերջինիս տղան։ Ոնց է ստացվում, որ բոլոր այն մարդիկ, որ հայտնում են հակակոռուպցիոն դատարան, 50%-ը ՌԴ քաղաքացի է։ Մի հատ ինձ հետաքրքիր է, էլի։ Այսքանը շուտով կտեսնվենք։ Շնորհակալ եմ։